գաղտնիք չէ, որ այսօր մարդիկ կան, որ այո, թերի ունեն պատկերացում, թե ինչ է նշանակում ազգային բարերար ձևակերպումը, բայց մեզ համար բարդ չէ այդ լուսավորչական մեծ աշխատանքը տանել, այդ բացատրական մեծ աշխատանքը տանել եւ ժողովրդի հետ խոսել, թե որն է բարեգործությունը։ Եվ գաղտնիք չէ, որ բոլոր վայրերում, նույնիսկ Արցախում, այն մեծ հիվանդանոցը, որը պատրաստվել էր եւ տարածաշրջանում առանձնանում էր իր տեխնոլոգիապես հագեցվածությամբ, դա զարմանալի չէ։ Եվ ժողովուրդը պիտի հասկանա, որ այս մարդը, երբ որ բարերար է, Սամվել Կարապետյանը բարերար է եւ այս կերպ վարում է այսպես գործունեություն, անում է հետեւյալ քայլերը, որպեսզի ժողովուրդը կարողանա լավ ապրել։ Հնարավոր է, որ երբ որ Սամվել Կարապետյանի առաջնորդած, այսպես ասած, կազմը լինի ղեկավարություն, ժողովուրդը ել ավելի լավ կապրի։ Եվ իրենք դրանից են վախենում, որ իրական փաստեր կան, որ մարդը միջև վերջ եղել է հայրենիքի եւ ժողովրդի կողքին։ Ուղղակի իրենք իրենց պատկերացումներում չգիտեմ թե ինչպես կարող է օրինակ համարենք Նիկոլ Փաշինյան արտիստը ասել, որ կամ իր պատկերացումն էլ փորձել համեմատվել իր պատկերացումներում, փորձի համեմատվի Սամվել Կարապետյան ազգային բարերար մեծ կերպարի հետ։ Ինչպես կարող է։ Եվ թվում եմ, թե այս ամեն ինչի մեջ իրենց փոքրությունը այդտեղ են գտնում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատում է իր պատկերացման մեջ, իրեն փոքր է զգում եւ այդտեղ կատաղում է։ Եվ դրա համար է երևի թե որ այսօր Սամվել Կարապետյանը փակի տակ է։